Հարգելի հայրենակիցներ, նախ եւ առաջ ներողություն եմ խնդրում ուշացման համար, ուղղակի կապված էր մեր պատվիրակների մի մասի չժամանալու կամ ուշանալու հետ կապված, մեր աշխատանքները հայտարարում ենք բացված, այսօր տեղի ունենում համերաշխություն կուսակցության 5-րդ համագումարը, ներկա են պատվիրակները, հիմա կներկայացնեն ընդհանուր քանակը, մինչ այդ հիմնը ազդարարենք եւ սկսենք մեր աշխատանքները։ Շնորհակալություն։ Այժմ մեր օրակարգային հարցերին անցնենք։ Այս պայդրությամբ 95 պատվիրակ է մասնակցում եւ ներկայացնեմ օրակարգը, կլինեն ողջունի ելույթներ, իդեպ ասում շատ շնորհակալ եմ, որ մենք հրավիրել ենք բոլոր քաղաքական ուժերին, այսպես ասեմ, եւ ովքեր ներկա են, շնորհակալություն իրենցից, հերթով կանդրադառնամ բոլոր ներկա կուսակցություններին, ովքեր ներկա են, հասկանալի է, որ միգուցե նաև օրը հարմար չէր կամ նպատակահարմար չեն գտել այլ կուսակցություններ մասնակցեն, բայց այնուամենայնիվ մի շարք կուսակցություններ ներկա են, ուղարկել են ներկայացուցիչներ, շնորհակալություն բոլորին, որից հետո ողջունի ելույթներ, ձայն կտրվի, հետո կուսակցության նախագահի ելույթը կլինի, որից հետո կլինի ընդմիջում եւ կանոնադրական փոփոխություններ, կազմակերպական հարցեր եւ վերջում կլինի հարց ու պատասխան, եթե ցանկություն կունենան հարցեր տալու, լրատվամիջոցները կպատասխանեն բոլոր հարցերին։ Շատ շնորհակալ եմ։ Հիմա ձայնը տանք, ողջունի ձայն տանք մեր այն հյուրերին, ովքեր ցանկություն ունեն իրենց խոսքը ասելու։ Առաջի ելույթը պարոն Արմեն Կարապետյանը, պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան,
եւ շատ հարգելի եւ կարեւոր անձնավորություն։ Համեցեք։ Բարեցես, սիրելի հայրենակիցներ, քանի որ կարճ է լինելու ելույթը եւ ժամանակ չունենք այդքան, ես երկու դիտարկում կանեմ, երկու շեշտադրում, որ ինձ շատ են հուզում։ Նշեմ, որ այս համագումարը հավաքվել այն պահին, երբ մեր ժողովրդի համար այնքան ճակատագրական հարցեր են կուտակվել, այնպիսի ճակատագրական մարտահրավերներ, որ բնորոշ էին 1915-20 թվականներին։ Ճիշտ այդպիսի իրավիճակում է գտնվում հայ ազգը, ես նկատի ունեմ, որ այս պահին մեր ժողովրդին պարտադրում են, որ նա հրաժարվի իր անունը հիշելուց, դա նման մի բան է, պարտադրում են, որ դու մոռանաս քո պատմությունը, որ մոռանաս ցեղասպանության մասին եւ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Դա բոլորը քաջ գիտակցում են։ Ես ուղղակի այս ամբիոնից ուզում եմ հարց տալ, հարցադրում անել մեր քաղաքական գործիչներից, հասարակական գործիչներից քանիսն են անկեղծ այս հարցի դեմ հանդիման եւ առավել եւս մեր ժողովուրդը ունի այնքան շատ մտավորականներ, հասարակագետներ, պատմաբաններ, ամբիոնի վարիչներ, բաժնի վարիչներ լիքն են, նրանցից ում անունն եք հիշում, որ հայ ժողովրդի համար այս ծանր ճակատագրական պահին ինքը համարձակ դեմ է արտահայտվում այն ամենին, ինչ բերում են մեր ժողովրդի գլխին։ Երևի հազվադեպ 1, 2, 3 անուն հիշեք կամ չհիշեք, բայց այս համայնապատկերի վրա ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համերաշխություն շարժման եւ համերաշխության կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, որ գրեթե ամեն օր է այդ հարցի շուրջ մեկնաբանություն տալիս եւ նշում, որ ցեղասպանության հարցը դա հայ ժողովրդի անվտանգության հարցն է։ Հրաժարվում ես ցեղասպանությունից, ասում ես չկա ցեղասպանություն, նշանակում է հայ ժողովուրդը դառնում է լրիվ անպաշտպան, նրա անվտանգությունն այլևս ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև եթե թուրքերը մեկ անգամ արդեն դա արել են, ինչը կխանգարի, որ նորից նույն բանն անեն, քանի որ դու ասում ես ցեղասպանություն չի եղել։ Ուրեմն չի եղել, բարի, հիմա իրենք նույնը կկրկնեն։ Ահա այսպիսի ծանր ճակատագրական հարց է մեզ համար մեր առջև կանգնած։ Սա մեկ իմ մտահոգությունն է, երկրորդ մտահոգությունը կապված է մեր ազգային կյանքի մաքրագործման խնդիրների առաջ։ Սա նույնքան հին է, ինչքան մեր կուսակցություններն են հին, եւ այդ հարցը ժամանակին 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին չկարողացան լուծել հայ ազգային ավանդական կուսակցությունները, Դաշնակցությունը, Հնչակյանները, Արմենականները, կոմունիստները, սա գիտեք ինչի հետ է կապված։ Մեր քաղաքական նոմենկլատուրան այն մարդիկ, որ փորձում են անպայման ինչ-որ բանի հասնել, միշտ մտնում են մի կուսակցության դրոշի տակ, այն կուսակցությանը, որը շանսեր ունի առաջ գնալու եւ իշխանություն նվաճելու, եւ այդպես մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ բոլորը այդ որակի մարդիկ համարյա դարձել են դրության տերը։ Այդպես եղել է մեր նորօրյա պատմության մեջ 1990-ական թվականների սկզբներից մինչև հիմա։ Հիշեցնեմ, որ օրինակ այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը հիշեցնում էր, ասում էր երասխավանում, ասում էր Արազդայանում ով մի անգամ թվան գա բռնել, գալիս է ինձանից առնվազն գործարանի դիրեկտորի պաշտոն է ուզում։ Նույն բանը կրկնվեց բոլոր հեղաշրջումների, իշխանափոխությունների ընթացքում 2018 թվականից հետո, երբ Չալոյին որևէ մեկը կերակրել էր կամ լավ էր նայում, նա է գալիս էր, հասնում էր, ասում էր ինձ պաշտոն տվեք, պիտի պաշտոն տաք, ես Չալոյին լավ եմ նայել։ Սա փոխաբերական իմաստով ասեցի, բայց կարծում եմ իրականությանը բնորոշ է դա։ Մեր ազգային կյանքը պետք է մաքրագործվի այն վատ, բացասական երևույթներից եւ այս հարթակում, այս խճապատկերի վրա ես տեսնում եմ գոնե երկու անհատ
Սարգիս Ավետիսյանը եւ Պարույր Հայրիկյանը, որ մշտապես խոսում են այն մեխանիզմներից, որ պիտի գործի դնել մինչև իշխանափոխությունը։ Այսինքն այդ մեխանիզմները գործի դրեք, մաքրեք ձեր շուրջը, ձեր ներազգային կյանքը մաքրեք եւ նոր մտածեք ուրեմն այդ իշխանափոխության մասին, նոր ուրեմն հասարակարգ կառուցելու մասին։ Սրանք այն մտահոգություններն էին, որ ամենից շատ էին ինձ հուզում, եւ ես սկսեցի այս ամենից, չգիտեմ ինչքանով հասկացված կլինեմ ձեր կողմից, համայնպես հակիրճ ձևով ես սրանք ներկայացրեցի ձեր դատին։ Համերաշխության շարժմանը, այս կուսակցությանը մաղթում եմ մեծ հաջողություններ այս երկու խնդիրները կարգի բերելու ճանապարհին։ Հաջողություն եմ մաղթում, Սարգիս ջան։ Շնորհակալություն։ Ուղղակի մի քանի հայտարարություն անեմ, որ մեր պատվիրակների թիվը դարձավ 101, ավելացավ, եւ մի այլ շատ կարևոր հարցի մասին ասեմ, մեր շատ հարգելի պարոն Կարապետյանը ինձ հավասարացրեց Հայաստանի հիմնադիրներից մեկի կամ հիմնադիր Պարույր Հայրիկյանին, իմ համար շատ մեծ պատիվով, բայց տեղերը շատ կա Հայրիկյանին հասնելու, ես ուզում եմ բոլորս ողջունել ենք, որ այստեղ ներկայ են Հայրիկյանին։ Շնորհակալություն բոլորս ձեր աշակերտներին։ Անցնենք առաջ։ Խոսքը տրվում է Ազատություն կուսակցությունից Հայկ Ղազարյանին։ Շնորհակալություն։ Իդեպ ասեմ, որ ինձ Բագրահարան Բագրատյանը հնարավորություն չունենալով մասնակցել հարգելի պատճառներով համագումարին պատվիրակ ինչ ոնց է անում Կնոպկա չտեսա այս հայտա լավ Իդեպ ասեմ, որ Հրանտ Բագրատյանը հնարավորություն չունենալով հարգելի պատճառներով մասնակցել համագումարին, ինձ խնդրել եւ պատվիրակել է ներկայացնել անձամբ իր եւ կուսակցության կարծիքը եւ ցանկությունները բնականաբար։ Մեծարգո պարոն Ավետիսյան, համագումարի հարգարժան պատվիրակներ, ներկաներ, թույլ տվեք ինչպես իմ Ազատության կուսակցության, այնպես էլ Հրանտ Բագրատյանի անունից շնորհակալություն եւ հայտնել հրավերքի համար եւ համագումարին մաղթել բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք։ Համագումարը տեղի ունենում Հայաստանի եւ հայ ժողովրդի Համագումարը տեղի ունենում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար չափազանց պատասխանատու եւ ճակատագրական նախադապի ունեցող բարդ եւ անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում եւ համակողմանի ներքաղաքական աշխարհաքաղաքական իրավիճակում եւ համակողմանի ներքաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական, դիվանագիտական, իրավական, արժեհամակարգային եւ բարոյահոգեբանական խորը ճգնաժամի պայմաններում, երբ իշխանությունները բացահայտ վարում են ապազգային քաղաքականություն, երբ ամայացվեց է քաղաքական դաշտը, Պարակված է ընդդիմությունը, որոշակիորեն խաթարված են կուսակցությունների, որպես քաղաքական համակարգի կարևոր ինստիտուտների հեղինակությունն ու հանրային վստահությունը, երբ երկրում տիրում է ատելության, անհամերաշխության ու անտարբերության մթնոլորտ, երբ վտանգված են Հայաստան պետականությունը, Հայաստան պետությունը եւ հայ ժողովրդի իր պատմական հայրենիքում գոյատևումը։ Դրա հետ միասին պետք է արձանագրել, որ ընտրությունները Գյումրիում եւ Փարաքայրում եւ այս տարի ապրիլի 24-ին մարդկանց աննախադեպ խոսքը դեպի Ծիծեռնակաբերդ ցույց են տալիս, որ ժողովրդի ինքնակազմակերպվում է, մերժում է այս իշխանություններին, ուշքի է գալիս եւ հաղթահարում է 44-օրյա դավադիր պատերազմի արդյունքում ձեռ բերած մոլորությունը, պատերազմի սարսափն ու անտարբերությունը, նկատվում է քաղաքական եւ քաղաքացիական ակտիվություն, քաղաքական ու հասարակական ուժերի պայքարի առանձին դրսևորումներ, տարերային դրսևորումները սակայն չեն կարող ապահովել ակնկալվող արդյունք
Իսկ արդյունավետ պայքարը ծավալելու համար շատ կարևոր է, որ պայքարը լինի համակարգված եւ ունենա լայն քաղաքական եւ հանրային ներկայացվածություն։ Եվ այստեղ է, որ կուսակցությունները պետք է ունենան համերաշխություն, վստահություն եւ մարդկանց ակտիվության բարձրացման կարևոր դերակատարություն։ Ազգային քաղաքական ուժերը առանց ամբիցիաներ հետապնդելու, առանց ավելորդ կամ առանց ավելորդ կամայականությունների եւ ժամանակ կորցնելու պարտավոր են նստել մեկ սեղանի շուրջ եւ կայացնել բացառապես ազգի եւ պետության շահերով պայմանավորված որոշումներ։ Սեղանի շուրջ եւ ազգային էլիտայի համերաշխության, պետական եւ ազգային մտածողության դրսևորման եւ շահագրգիռ ու անկեղծ քննարկման արդյունքում է հնարավոր միայն կայացվեն հավասարակշռված եւ իմաստուն ճակատագրական եւ շատ կարեւոր որոշումներ։ Սա է փրկության եւ առաջընթացի քաղաքակիրթ ու արդյունավետ միակ խելամիտ ճանապարհը։ Ժողովուրդն էլ պատրաստ է դուրս գալ պայքարի եւ սպասում է արժանապատվորեն առաջնորդողների, որոնք կարող են անկեղծորեն արժանապատվորեն առաջնորդել իրեն։ Մեր բոլոր խնդիրներն էլ տանում են մեկտեղ ազգային նվիրյալների իշխանություն ունենալուն եւ դրան պետք է նախ եւ առաջ ուղղված լինի բոլորիս ջանքերը։ Հակառակ դեպքում կկանգնենք ավելի մեծ ազգային աղետի եւ կորուստների առաջ, հայրենիքի ու պետականության կորստի առաջ։ Հայաստանի անկախությունն ու անվտանգությունն էլ կարող են երաշխավորված լինել նախ եւ առաջ Ռուսաստանի հետ առավելսերտ ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման դեպքում, քանի որ Ռուսաստանն է, որ հանդիսանում է այս տարածաշրջանում գլխավոր մրցակիցը մեր թշնամի Թուրքիային։ Ռուսաստանն ու Իրանն են նախ եւ առաջ, որ շահագրգռված են ի տարբերություն այլ երկրների Թուրքիայի եւ Արևմուտքի Ադրբեջանի, Հայաստան պետության գոյությամբ։ Միայն Ռուսաստանը լինելով խոշոր միջուկային գերտերություն եւ ունենալով տարածաշրջանում ազգային պետական անկեղծ շահեր կարող է սաստել թուրքական ագրեսիան։ Հայ ու ռուս ժողովուրդներին էլ կապում է նաեւ տնտեսական սերտ կապերով պայմանավորված հարաբերությունները, որոնք պայմանավորված են նաեւ պատմամշակութային, կրոնական, բարոյահոգեբանական ընդհանրություններով։ Ռուսաստանում են ապահով եւ արժանապատիվ հանգրվանում նաեւ շուրջ մեր 3 միլիոն համակարգացիներ։ Իսկ մենք դեռևս ակնկալում ենք խաղաղություն արևմուտքից զարմանալիորեն։ Արևմուտքում ում հիմնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է եւ ոչ թե Հայաստանի անվտանգությունը ապահովելը։ Խաղաղության պայմանագիրն էլ Ադրբեջանի հետ ընդհանրապես միֆ է, պատրանք, ժողովրդահաճող խոստումներով իշխանությունը երկարացնելու միջոց։ Կարծում եմ այսօր կուսակցությունների գլխավոր խնդիրը պետք է լինի այդ կարևոր քաղաքական ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության վերահաստատումը, վերականգնումը։ Պետք է խոստովանենք, որ կուսակցություններն ըստ էության Հայաստանում լիարժեք չկայացան թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ հանրապետությունների ընթացքում եւ դրանք ըստ էության որպես կանոն առաջնորդվել են կուսակցական եւ անձնական շահերով առաջին հերթին եւ ամբիցիաներով։ Այդպիսի մոտեցումը կարող է ազգայինի նկատմամբ կուսակցական շահի վերդասման ու հասարակության պարակտման լուրջ վտանգ հանդիսանալ։ Անհրաժեշտ է արմատապես փոփոխություն ենթարկել երկրի քաղաքական համակարգը այն հաշվով, որպեսզի կուսակցությունները հայտնվելով քաղաքական դաշտում դառնան հասարակական զարգացման կարևոր գործոն, ձևավորվեն գաղափարական սկզբունքներով եւ երկրի քաղաքական համակարգ չթափանցեն պատահական ու անարժան մարդիկ։ Ըստ էության քաղաքական ինստիտուտներից ու քաղաքական մարդկանց դաստիարակության դարբնոցից կուսակցությունները վերածվել են ամբիցիաների բավարարման ակումբների։ Ոչ պատահականներ է, որ կուսակցությունները իշխանություն կորցնելուց հետո անմիջապես լքում են նրանց մեծ գերակշռումած անմիջապես լքում են իրենց կուսակցության շարքերը ամենևին չժեղտելով որ անշուշտ կան շատ ակտիվ եւ իրենց գաղափարներին ու հայրենիքին նվիրալ կուսակցականներ դրա հետ միասին սակայն շատ
ճարպիկներ ու ապաշնորհների համար կուսակցություններում հանգրվանելը ցանկացած գնով լավ եւ հեշտ ապրելու միջոց է դարձել։ Այնուամենայնիվ կուսակցությունները դեռևս մնում են քաղաքացիական հասարակության եւ պետության միջև առավել արդյունավետ կապ հաստատող քաղաքական կարևոր ինստիտուտներից մեկը եւ պետք է ամեն ինչ անել նրանց կայացման եւ արդյունավետ գործունեության համար։ Ազատություն կուսակցությունը եւ նրա հիմնադիր առաջնորդ Հրանտ Բագրատյանը իդեպ համերաշխություն կուսակցությանը տեսնում են նրա համերաշխություն կուսակցությանը տեսնում են որպես կարևոր դերակատարի երկրի քաղաքական կյանքում եւ պատրաստ են համագործակցել պետական շահերով պայմանավորված ցանկացած օրակարգի շուրջ։ Այն է այս ապազգային իշխանությունների հեռացումը, ազգային իշխանության ձևավորումը, քաղաքական արդյունավետ համակարգի ստեղծումը, տնտեսության զարգացումը, երկրում երբեմնի համերաշխության ու առողջ մթնոլորտի ձևավորումը, Հայաստանի կորստված միջազգային հեղինակության վերականգնումը, դաշնակիցների ու բարեկամների հետ հարաբերությունների կարգավորումը, արդարության հաստատումը եւ երկրում համակողմանի եւ արմատական բարեփոխումների իրականացումը։ Շնորհակալություն։ Ձայնը տրվում է դեմոկրատական կուսակցությունից Խաչատուր Մարոզյանին։ Խնդրում պարոն։ Հարգելի ներկաներ, հարգարժան նախագահող, պարոն Սարգիս Ավետիսյան, հարգարժան հյուրեր եւ դելեգատներ։ Իրականում առանց չափազանցության մենք այսօր այս համագումարը մեկնարկել է Հայաստանի համար բարդագույն ժամանակաշրջանում, երբ խաթարվել է ազգային համերաշխությունը, չկա ազգային անվտանգության երաշխիքներ եւ պետականության եւ նման պայմաններում կարծում եմ բոլորս պետքա զգաց լինենք, գործենք միայն ու միայն այսօրվա լոգոն, այս համագումարի լոգոն հռչակված համերաշխության եւ ազգային պետականության կերտման սկզբունքներից։ Ես որպես երկարամյա հասարակական գործիչ եւ որպես Հայաստանի դեմոկրատական կուսակցության խորհրդի անդամ ողջունում եմ այստեղ ներկա գտնվողներին, արդյունավետ աշխատանք եմ մաղթում եւ նաեւ ֆիքսում այն սկզբունքները, որ ներկայիս Հայաստանի իշխանավորները, կենտրոնական իշխանության մարմինները, երբ գիտելիքները, կրթությունը, ընդհանուր այս համակարգային մոտեցումների նկատմամբ ցուցաբերում են կամարական, կամայական, հաճախ ապազգային վերաբերմունք եւ մյուս կողմից մենք այստեղ կան քաղաքական կազմակերպություններ, համերաշխություն, որոնք կոչ են անում միախմբվել, փոխհամագործակցել բարոյագիտական ազգային արժեքների գիտակցմամբ, միայն ու միայն մենք պետքա անցածը այդ լուծը վիրուսները թոթափելով գործենք միասնաբար գիտակցելով ազգային շահը, գիտակցելով այն ազգային համախմբման կարևորությունը, ինչ որ այսօր առաջադրվում է։ Ես մի դիտարկում անեմ։ Եթե գոնե քաղաքական կազմակերպություններ այսօր չկարողանան գիտակցել միասնական փոխգործակցության, փոխհասկացողության այս կարևորագույն սկզբունքը, եթե սա չկարողանան գիտակցել եւ գործել դրանից բխող պատասխանատվության ներքո, մենք Հայաստանում արդյունավետ քաղաքական եւ ընդհանրապես պետական համակարգ չենք կարող ունենալ։ Եվ նաեւ հաղորդելով իմ կուսակցության ղեկավարի պարոն Արամ Սարգսյանի հաղորդումը հայտնում եմ Համերաշխություն կուսակցությանը եւ բոլոր ներկաներին, որ այս կուսակցության նկրտումները եւ այս ընթացքը, որն ուղղված է համերաշխությամբ ընդլայնել քաղաքական դաշտի անդամներին եւ միավորել, եթե նրանք
միաձուլված են ազգային սկզբունքներին, մենք հակված ենք համագործակցել եւ գործել այդ շրջանակներում նույն պատասխանատվությամբ։ Բոլորիդ հաջողության եմ մաղթում։ Շնորհակալություն։ Այլ ցանկացողներ կան ելույթի, պարոն Բազարյան, խնդրեմ համաձայն։ Հարգարժան պարոն Ավետիսյան, համաժողովի հարգելի մասնակիցներ, Հարգարժան պարոն Ավետիսյան, համաժողովի հարգելի մասնակիցներ, հարգելի հրավիրյալ հյուրեր, Համահայկական ազգային միասնություն խորհրդի անունից, վարչության անունից ողջունում եմ համաժողովի մասնակիցներին եւ մաղթում եմ արդյունավետ աշխատանք։ Մեր մոտեցումը ներկա քաղաքական իրավիճակից ելքեր գտնելու համար հետեւյալն է։ Մենք առաջարկում ենք բոլոր քաղաքական գործիչներին, քաղաքական ուժերի ղեկավարներին, հասարակական կազմակերպությունների ղեկավար մարմիններին, հայրենակցական միություններին, մշակութային ու մարզական միություններին, պայստազորի զինվորականներին, ազատամարտիկների կողմից ձևավորված կազմակերպություններին բացի երկրապահի վերնախավից համախմբվել, մի կողմ թողնել իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողնել իրենց քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները, չկան այդքան գաղափարախոսություններ Հայաստանում գրանցված են ավելի քան 140 կուսակցություններ, անիմաստ է նոր կուսակցություն հիմնադրելը։ Մենք առաջարկում ենք համախմբում։ Համերաշխություն կուսակցությունը եւս առաջարկում է համերաշխություն, դրա համար մենք հանդիպել ենք, ես անձամբ հանդիպել եմ պարոն Ավետիսյանին, քննարկել ենք համագործակցության հարցերը։ Մենք բոլորին առաջարկում ենք համագործակցել, համախմբել, բնականաբար հանրությանը կներկայացվի համաձայնեցված քաղաքական ծրագիր, որի հիմնական դրույթները մեր բանակի հզորացումն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն։ Ոստիկանների քանակը կրկնապատկել է։ Տարին մի քանի անգամ նրանց աշխատավարձերը բարձրաստիճան ոստիկանների մասին է խոսքը բարձրացրել է։ Տարին մի քանի անգամ տալիս է նրանց մեկ աշխատավարձի չափով պարգևավճարներ, որպեսզի ծառայեն իրեն։ Այս իշխանության հենարանը այժմ ոստիկանությունն է, որոշ չափով նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Ցավոք սրտի ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության մեջ վերածվել է իշխանության անվտանգության ծառայության։ Իշխանության անվտանգության ապահովման համար առանձին ծառայություն գոյություն ունի պետական պահպանության ծառայություն, կրճատ ՊՊԾ, իսկ ազգային անվտանգության ծառայությունը կոչված է ապահովելու պետության անվտանգությունը, ունենա արտաքին հետախուզություն, արտաքին վտանգների գնահատում եւ համապատասխան անվտանգային միջոցների իրականացում։ Մեր պետության մեջ ցավոք սրտի ազգային անվտանգության ծառայությունը յուրացրել է նաեւ դատախազության, քննչական կոմիտեի եւ ներքին գործերի նախարարության ուրեմն իրավասությունները, որովհետեւ մի շարք ընդդիմադիր գործիչների վրա հարուցում են շինծու քրեական գործեր, ազգային անվտանգության ծառայությունն է հարուցում շինծու քրեական գործեր, իբրև թե մարդիկ պատրաստվում են ներթափանցել կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնել Նիկոլին ու բռնազավթել իշխանությունը։ Իմ դատական նիստերի ընթացքում ես այդ մեղադրող քննիչին պարզաբանել եմ, որ ուրեմն մոտիվացիան հետևյալն է, վարչապետի հետ ունենալով գաղափարական թշնամանք։ Ես հաստատ հայտարարել եմ, որ վարչապետ կոչված Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես երբեք չեմ հանդիպել եւ նրա այդ անձնական որևէ թշնամանք չկա։ Գաղափարական թշնամանք հասկացողություն գոյություն չունի։ Կա գաղափարական տարաձայնություններ։ Այո, մենք ունենք գաղափարական տարաձայնություններ գործող ապազգային թուրքամետ իշխանության հետ։ Եվ մեր ժողովրդի ու մեր պետության արժեվ ծառացած խնդիրները լուծելու համար պետք է համախմբվել, ոտքի անել մեր ժողովրդին ու հեռացնել այս ապազգային թուրքահաճո իշխանությանը։ Առանց այս իշխանության հեռացման, նորից եմ կրկնում, մենք որևէ խնդիր մեր ժողովրդի ու մեր պետության արժեվ լուծել չենք կարող։ Դրա համար մենք առաջարկել ենք եւ ես հանդիպում եմ շատ քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների, հայրենակցական միությունների,
նաև ազատամարտիկներից ձևավորված կազմակերպությունների, մշակութային ու մարզական միությունների ղեկավարների հետ քննարկում ենք հետևյալ հարցը. եկեք մի կողմ թողնենք բոլոր կարգի տարաձայնությունները եւ համախմբվենք։ Երբեմն լինում է այսպեսի, ասենք, մոտեցում. եթե այնտեղ Պողոսն է, ես չկամ, Պետրոսն էլ ասում է, եթե այնտեղ Պետրոսն է, ես չկամ, այդ բաները պետքա թողնել մի կողմ, համախմբվել, ոտքի անել մեր ժողովրդին եւ հեռացնել ներկա թուրքամետ ապազգային պարտողական իշխանությանը։ Ուրեմն ես մեկ անգամ եւս ողջունում եմ համագումարի բոլոր մասնակիցներին, պատրաստ եմ անկախ մեր տարաձայնություններից, անկախ քաղաքական դիրքորոշումների տարբերություններից բոլորի հետ հանդիպել, քննարկել համախմբման հարցը, միաբանվել եւ մեր ժողովրդին ոտքի անել ու հեռացնել այս ապազգային նորից եմ կրկնում թուրքամետ, թուրքահաճո իշխանությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ արտահայտումներ, պարոն Ղազարյան, դուք միշտ պատրաստ եք գիտեք, Հարգելի նախագահություն, համագումարի հարգելի պատվիրակներ, հյուրեր, սիրելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք, ես շնորհավորում եմ կուսակցությանը հերթական համագումարի ընթացքի կապակցությամբ եւ հաջող աշխատանքներ եմ մաղթում։ Ես մի պահ նայելով կուսակցության անվանումը հիշեցի Լեհաստանում իմ դիվանագիտական ծառայությունը, երբ որ Լեհաստանը վերագտել էր իր անկախությունը, դա իրականացվել էր հենց Սոլիդարնոշ անվանումը կրող, այսինքն համերաշխություն անվանումը կրող համազգային շարժումով, որը հանգեցրել էր Լեհաստանի անկախության վերականգնմանը, եւ այս կուսակցության անվանման մեջ նաեւ մեծ խորհուրդ եմ տեսնում, որ համերաշխության մթնոլորտ փորձի սահմաններ մեր հասարակության մեջ մեկտեղելու մեր ջանքերը, մեր ժողովրդի, մեր պետության առջև ծառացած դժվարին խնդիրները լուծելու համար։ Իսկապես մեր հասարակությանը պետք է համերաշխություն, բայց այն ուժերի միջև, այն գործիչների միջև, ովքեր սրտացավ են Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի համար։ Ոչ երբեք նրանց հետ, ովքեր մեր պետությունը տանում են կործանման, ովքեր զոհում են մեր ժողովրդի լավագույն զավակներին եւ ովքեր պատրաստ են կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Թշնամու հետ մենք երբեք համերաշխություն չենք կարող ունենալ։ Համերաշխություն կարող է լինել միայն հասարակության առողջ, առաջադեմ, հայրենանվեր գործիչների մեջ, եւ ես կարծում եմ, որ այս իմաստով այս կուսակցության առաքելությունը պայմանավորված իր կուսակցության անվանման առանձնահատկություններով կարող է յուրահատուկ լինել։ Հաջողություն եմ մաղթում համագումարի աշխատանքներին եւ կուսակցությանը ընդհանրապես։ Շնորհակալություն։ Իդեպ պատվիրակների թիվը դարձավ 102, մի օքել ավելացավ։ Օրակարգի շնորհակալ եմ բոլոր ելույթ ունեցողներին։ Հիմա օրակարգի հաջորդ հարցը նախագահի ելույթը կուսակցության, ես հիմա անցնում եմ գործում։ Սիրելի բարեկամներ, հարգելի հյուրեր, ես ճիշտն ասած պատրաստել էի ելույթ, որը պետք է ընթերցեի, բայց ես կարծում եմ սենց ամիջական խոսալը ավելի ճիշտ է։ Ինչ վերաբերվում է համագումարին, մեր համագումարը հերթական համագումարն է, աշխատանքային համագումարը եւ օրենքի պահանջ է։ Եթե օրենքը նման պահանջ չունենար, մենք այլ ֆորմատով կկազմակերպեինք մեր աշխատանքները, բայց դե հիմա քանի որ օրենքը կա եւ մենք պարտավոր ենք ենթարկվել այդ օրենքին, չնայած շատ շատերը օրենքը շրջանցում են, բայց դե ուրեմն խնդիրը որն է մեր անելիքների եւ աշխատանքների կազմակերպման հետ կապված։ Տեսեք, ինչպես նշեցին մեր հարգարժան հյուրերը եւ հիմնական քաղաքական կուսակցությունները Հայաստանում գործող
եւ բոլոր քաղաքական ակտիվիստները, որոնք հասարակական գործունեություն են ծավալում, ասենք քաղաքական կուսակցություն չունեն, բայց բոլորը մի եզրակացության են եկել, որ այլևս հնարավոր չի այսպես շարունակել, ակնհայտ է, որ մեր աչքի առաջ մեր երկիրը կործանվում է, աստիճանաբար տարածքները տալով եւ ով գիտի թե դրա վերջը ինչա լինելու։ Ես կուզեի մի քանի հարցերի շուրջ կենտրոնանալ, օրինակ վերջերս խաղաղության թեմայով անընդհատ խոսող վարչապետը ասում է, որ դա շատ կարևոր է մեր երկրի համար, որին մենք ընդհանրապես ծանոթ չենք եւ չգիտենք այդ 17 կետերը ինչ են նշանակում, բայց շատ լավ գիտենք, որ այդ 17 կետերից բացի կան եւս այլ կետեր, որոնք ուղղակի մեր համար վտանգավոր են եւ կործանարար։ Պարզ է, որ Ալիևի պես դիկտատորը, բռնապետը ուզում է, որ Հայաստանը գոյություն չունենա որպես երկիր եւ իրանք ուզում են մեր տեղը ապրել։ Նրանք ցանկություն չունեն մեր հետ մեր կողքին ապրելու, ինչպես մենք։ Մենք ուզում ենք իրենց կողքին ապրենք, բայց իրանք ուզում են մեր տեղը ապրեն։ Հետևաբար մենք սրանից պետք է եզրակացություններ անենք եւ մեր ամբողջ քաղաքական դաշտը, քաղաքական ուղղվածությունը ուղենք այս խնդիրներին լուծում տալուն։ Բայց տեսեք ինչ է կատարվում։ Այն իշխանությունը, որ եկել է սիրո եւ համերաշխության գաղափարներով, բոլորդ լավ հիշում եք, երբ որ խոսում էր անընդհատ հիմա կրկնվում է, չէ, որ սիրո եւ համերաշխության հեղափոխություն, բան եւ այլը։ Բայց իրականում ինչ ենք ստացել։ Մենք ստացել ենք ատելության մթնոլորտ, թշնամանքի մթնոլորտ, բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունները, հասարակությունը ատելության մթնոլորտ այն կարգի են խորացրել, որ այլևս հնարավոր չի որևէ նորմալ բան ասելու։ Եվ պատահական չի, որ փողոցից մարդիկ եկել են իշխանություն են վերցրել եւ չեն կարողանում երկիրը կառավարել։ Ոչ մի հնարավորություն, ոչ մի շանս չկա, որ կարող ենք այս վիճակից դուրս գալ, փրկվել, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա։ Համերաշխություն կուսակցությունը իր գլխավոր խնդիրը դրել է, որ համերաշխության գաղափարը, սոլիդարիզմի գաղափարը մտցնի մեր հասարակության մեջ եւ փորձի այդ առումով ապահովել այդ համերաշխության մթնոլորտը։ Կարծում ենք շատ կարևոր է, որովհետեւ այսպես ասենք Նիկոլ հայհոյելով մեր կյանքը ավելի լավը չի դառնում, ոչ էլ իրավիճակից կարողանում ենք դուրս գալ։ Այդ արդեն անցած էտապ է եւ մեզ պետք են այլ գործողություններ, որոնք հնարավորություն կտան իրավիճակը փոխել։ Մեր կարծիքով մենք բազմաթիվ անգամ քննարկել ենք եւ մեր կարծիքով այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն մի դեպքում, ես հիմա կանրադառնամ այդ դեպքին, ուղղակի տեսեք ինչ է առաջացել մեր հասարակության մեջ։ Ես ընդհանրապես հասարակության պատկերն եմ ասում, որովհետև մենք գրեթե յուրաքանչյուր շաբաթ անցկացնում ենք մինի հարցումներ եւ հասարակության մեջ այդ տենդենսը տեսնում ենք։ Մարդիկ տալիս են մի հարց, ասում են, որ սրանք վատն են, նրանք էլ էին վատը, բաղով։ Այս հարցը օդում կախված հարց է եւ անընդհատ այդ հարցը տալիս են։ Հիմա տեսեք, եթե փորձենք քաղաքագիտական տեսանկյունից կամ գիտական տեսանկյունից, չգիտեմ, վերլուծենք, կարող է եւ այնքան էական չի, հասկանալի է, որ ընտրություններ կլինեն, ընտրության արդյունքում կձևավորվի այլ քաղաքական մեծամասնություն, կգան այլ մարդիկ, իրանք կղեկավարեն երկիրը, դասական օրինակ է, բայց մեր պարագայում այդպես չի։ Մեր պարագայում հիմա տեսեք ինչ է ստացվում, որ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնիսկ արդեն իրավիճակը հասավ այն աստիճանի, որ նույնիսկ իրար դեմ ցավոք սրտի սկսեցին աշխատել։ Ես նկատի ունեմ Հանրապետության երկրորդ նախագահի, երրորդ նախագահի կողմնակիցները, ինչու՞ չէ նաև առաջին նախագահի, այդպես խառը սկսեցին իրար մեր տպավորությունը նա է, որ սա ուղղակի
անելանելի վիճակ է ստեղծվել եւ չգիտեն քաղաքական ուժերը չեն կարողանում կենտրոնանալ թե ինչ պետք է անել։ Իրավական տեսանկյունից հնարավոր է ինչ-որ բաներ իրավական փաստաթղթերի միջոցով ապահովել այդ իրավական միասնությունը, իրավաբանական միասնությունը, բայց գաղափարական առումով կարծում եմ բաց է եւ այդ բացը պետք է լրացնել։ Մենք տարբեր առիթներով նշել ենք, որ պետք է մի գաղափարախոսություն, որը վեր կուսակցական լինի եւ բոլոր կուսակցությունների համար ընկալելի լինի այդ գաղափարը։ Մենք ուզում ենք, որպեսզի շատ հստակ լինի այն ուժերը, որոնք մտնում են դաշտ, իրանց ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր կեցվածքի մասին հստակ հայտարարեն։ Ցեղասպանության մասին խոսելով մենք պատկանում ենք այն քաղաքական ուժերի թվին, որ գտնում ենք, որ ցեղասպանությունը պետք է բերել արտաքին քաղաքական օրակարգ, որովհետև փորձը ցույց է տվել, երբ որ մենք արտաքին քաղաքականության մեջ խոսել ենք ցեղասպանության մասին, մենք ունեցել ենք տասնյակ երկրներ, բարեկամներ, որոնք դարձել են մեր բարեկամները, ակնհայտ փաստ է, եթե քաղաքական պետությունը ճանաչում է ցեղասպանությունը, դառնում է քեզ բարեկամ, այսինքն ովքեր ցեղասպանության փաստը ընդունել են, դրանք մեր բարեկամ երկրներ են, իսկ դրանք առաջադեմ երկրներ են, եւ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 երկրները, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը բոլոր 3-ն էլ ընդունել են, նշանակում է բոլոր 3-ն էլ մեր բարեկամներն են եւ պետք է միշտ նայել այն աչքերով, որ այդ երկրները, որոնք չեն հայտարարել, որ Հայաստանը իրենց թշնամին է, նշանակում է իրանց հետ կարելի է բարեկամություն անել, առնվազն պետք է աշխատել դիվանագիտական առումով եւ փորձել ինչ-որ օգուտներ ունենալ։ Բոլոր երկրներում կան մեր բարեկամները եւ բոլոր երկրներում կան մեր թշնամիները։ Հիմա մեր թշնամիները մեզանից լավ են աշխատում այս բայի դրությամբ, որովհետեւ մեր բարեկամները, այսինքն մեր այն կառույցները, որոնք դրսում կան, մեր սփյուռքը կազմալուծված վիճակում է։ Թե ինչի է կազմալուծվել, բոլորդ լավ գիտեք, դրա վրա չեմ ուզում շատ խորանալ, բայց փաստը փաստ է, եթե Հայաստանի Հանրապետությունը կամ իշխանությունը այսօր վարում է մի քաղաքականություն, որով կազմալուծում է ազգային արժեքները, հետևաբար չի կարող այնտեղ ձևավորվի ուժեղ սփյուռք։ Ու այսպես շարունակ։ Հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը, նայեք, դա ակնհայտ է, չէ՞, որ դա ստեղծվել է աշխարհի կողմից, ՄԱԿ-ի կողմից, որպեսզի Արցախի հարցը կարգավորվի։ Այսինքն եղել է հարց Արցախի եւ Ադրբեջանի միջեւ, որը պետք էր կարգավորվել։ Հիմա ինչի մենք չենք դիմում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի աշխատանքները ակտիվացնեն եւ զբաղվեն այդ հարցով։ Չէ՞ որ իրանք են եղել դրա պատասխանատուն։ Անմիջական պատասխանատուն ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Եթե տեղի է ունեցել ցեղասպանություն, ոչ թե եթե, այլ իրապես տեղի է ունեցել ցեղասպանություն եւ դրա համար դիպատասխան տա Ալիևը եւ նրանց սատարող ուժերը։ Ցեղասպանության արդյունքում մեր հայրենակիցների հսկայական մի մաս տեղափոխվել է, ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստան, այսինքն բռնագաղթվել է, գաղթել է Հայաստան։ Դա ուղղակի ցեղասպանություն է եւ այդ ցեղասպանության թեման շատ լավ է, որ մեր արտաքին քաղաքականությունը այդ ուղղությամբ աշխատի եւ խնդրի եւ պահանջի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ ուղղությամբ աշխատի, որը չի արվում ընդհակառակ։ Հիմա խնդիր են դնում, որպեսզի այդ պահանջներից մեկն է խաղաղության պայմանագրի, որին արդեն իբր սրանք համաձայնություն են տվել, որ պատրաստ են այդ հարցն լուծեն, այսինքն այդ խնդիրը լուծվի։ Այսինքն ստացվում է ինչ։ Մենք ցեղասպանության ենք ենթարկվում, բայց արդյունքում մենք զիջումների ենք գնում։ Սա ես ուղղակի մի քանի խոսքով ուզում եմ ասել մեր տեսակետները, որպեսզի պարզ լինի, թե մենք ինչ ուղղությամբ պետք է աշխատանքները տանենք։ Շատ կարևոր է, որպեսզի մենք առաջիկայում կարողանանք այս իշխանությունից զրկենք։ Դրա համար ինչ է պետք անել։ Դրա համար կամ շատ կարևոր բան, պետք է լինի
մի միասնական մարմին, մի կառույց, կուսակցական կառույց կամ կուսակցություններից բացի լինի նաև ակտիվիստներ, որոնք կուսակցությանը համարժեք գործ են անում։ Օրինակ մեր Էդգար Ղազարյանը կուսակցության համարժեք գործ է անում։ Հետևաբար, այդպիսի մարդիկ էլի կան, որոնք կարող են մասնակից լինել եւ ստեղծվի մի կառույց, որը միասնական գործի։ Ես ուզում եմ օրինակը բերել տարիներ առաջ, երբ որ դեռ կոմունիստների իշխանություն էին եւ ձևավորվեց Ղարաբաղ կոմիտեն։ Եվ Ղարաբաղ կոմիտեն սկսեց ակտիվանալ, աշխատանքներ ակտիվացրեց եւ աստիճանաբար իշխանությունը փոխանցվեց Ղարաբաղ կոմիտեին կամ Ղարաբաղ կոմիտեն վերցրեց իշխանությունը։ Այսինքն կար մի կոմիտե, երբ որ ժողովուրդը դուրս էր գալի փողոց, ասում էին իշխանությունը այսպես ասեց, մարդիկ ասում են կոմիտեն ինչ է ասում։ Հիմա անունը ինչ ուզում ենք դնենք, բայց պետք է մի մարմին ստեղծել, որտեղ բոլոր քաղաքական ուժերը հավաքվելու են իրար գլուխ եւ բոլոր ուժերը ներդնելու են, որպեսզի իրականանա այդ գործողությունը, որտեղ փաստ է, որ միայն միասնական ուժերով կարելի է դա անել։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը կկարողանա այս իշխանությանը հեռացնի, որովհետև քանի անգամ մենք փորձել ենք բոլոր այդ շարժումների մեջ, մի քանի անգամ եղավ այդպիսի շարժումներ, բոլորի մեջ մենք ակտիվ մասնակցություն ունեցել ենք, բայց ստացվում է ինչ-որ մի պահի, որ մասնատվում են կամ պարակվում են ու մինչև վերջ չի գնում, չնայած այդ բոլոր շարժումները իրենց արդյունքը տվել են եւ հիմա հասարակությունը պատրաստ է դրան գնալու։ Ինչ է պետք անել։ Ամենակարևոր բաներից մեկը, որ որպես քաղաքական կուսակցություն պետք է մեր պատկերացումները ասենք ու ինչ ենք մենք անելու, այս համագումարը այսօր կվերջանա, բայց վաղվանից արդեն պետք է աշխատել ու ինչ է պետք անել։ Նայեք, մեր կոչը հետևյալն է, որ ձևավորվի մի մարմին, մենք պայմանական անունը դնում ենք օրինակ փրկության կոմիտե։ Դրա մասին մենք անդադ խոսել ենք, իդեպ ասեմ ես անձամբ այդ թեմայով անդադ խոսել եմ, մենք ժամանակին կուսակցությունով որոշեցինք, որպեսզի ընթացք տանք այդ գործին եւ մտածում ենք սենց, որ դիմենք Վեհապար Հայրապետին, որպեսզի ինքը կոնդակով հանդես գա, հավաքի բոլոր քաղաքական ուժերին ու ասի, որ հավաքվել եք, հիմա եկեք, ես չեմ խառնվում, բայց դուք մինչև որոշում չկայացնեք միասնական մարմին ձևավորելու, ստեղից չեք գնում։ Այդ մասին խոսեցինք, հանդիպեցինք, առաջարկեցինք Վեհապար Հայրապետին, որ դա լինի։ Ցավոք սրտի այդ աշխատանքները մասամբ իրականացավ, տեղի ունեցավ հանդիպում նախկին 3 նախագահների եւ Արցախի նախագահների հետ միասին, որի արդյունքը կարծում եմ դուք գիտեք, որտեվ առաջին նախագահը հենց այդ հանդիպումից հետո եթերով սկսեց խոսել այդ մասին, խոսքը չէր վերաբերվում նախագահներին հավաքելու մասին։ Ցավոք սրտի ամբողջ մեր հայկական քաղաքական իրականության մեջ, երբ որ խոսում ես ինչ-որ մի թեմայի մասին, խոսում են 3 նախագահների մասին։ Հասկանալի է, որ 3 նախագահները դրանք ամենաուժերն են եղել եւ իրանց շուրջ է ձևավորվել քաղաքական դաշտը։ Բայց հիմա եկել է ժամանակը, որ պետք է դրանից դուրս գալ։ Դա փակուղի է։ Ցանկացած թեմայի մասին, երբ որ խոսում ես, ասում են դու քոչարյանական ես, դու սերժական ես, դու լևոնական ես եւ այլն։ Բայց եկեք այս վիճակից դուրս գանք, սա փակուղի է, որովհետեւ ինչպես տեսնում եք, հասարակությունը այդ նշածս անձերից ոչ մեկին էլ մեծամասնությամբ չի ընդունում։ Այսինքն նշանակում է մենք լուծում չունենք այս հարցի։ Դա նշանակում է, որ Նիկոլը հաղթում է։ Քանի որ մենք միասնական հանդես չեն գալի։ Իսկ չկա ուրիշ տարբերակ, օրինակ, երբ որ եւ Նիկոլականը, եւ Քոչարյանականը, եւ Սարգսյանականը, եւ Տեր-Պետրոսյանականը, եւ բոլոր այն ուժերը, որոնք առանցին են գործում, հավաքվեն միտեղ
ու փորձեն այս հարցին լուծում տալ, միասին քննարկելով այս հարցերը։ Ես ձեզ հավատացնում եմ, որ մեր միասնականության մեջ, երբ որ միասին հավաքվենք ինչ-որ տեղ, բոլորի համար աշխատանք կա, տենց բան չկա, որ բարեբախտաբար այնպես է ստացվել, որ քաղաքական ուժերի մեծ մասը տարբեր տեղերում ունեն առավելություններ։ Օրինակ մեկը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, մյուսը լավ հարաբերություններ ունի Եվրոպայում, մյուսը լավ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգներում, Իրանում, Չինաստանում եւ այլն։ Այսինքն բոլորի համար կա աշխատանք։ Եկեք մի հատ մարմին ստեղծենք, այդ մարմնում որոշենք ինչ ենք անում, հետո աշխարհին ուղերձը գնա, որ այսօրվա իշխանությունով պետք չի ընդունել հայերին, հայերը ունեն միասնական մի մարմին, որը ամեն տեղ կարան օգտագործեն։ Այդ թվում նաև Սփյուռքում այդ մարմինը Հայաստանից պետք է գնա Սփյուռք ու Սփյուռքում ձևավորվեն այդ մարմինները։ Ես հասկանում եմ, որ շատերը հիմա մտածում եք, որ իրար ատելով ոնց կարան նստեն, բայց պարզվում է, որ կարելի է նստել, նույնիսկ իրար ատելով, իրար չսիրելով, բայց հանուն հայրենիքի պետք է վեր կանգնել այդ ամեն ինչից եւ ստեղծել մի մարմին, որը նորից եմ ասում, մենք կոչում ենք փրկության կոմիտե, որովհետեւ իրոք երկիրը փրկելու կարիք ունի։ Հիմա այս գործը մենք կարանք անենք, իհարկե կարող ենք անել, իսկ մեր հնարավորությունները բավարարում են, մեր ռեսուրսը բավարարում են։ Ես դες ասեմ, մեր ռեսուրսները ավելի քիչ չեն, քան հрьяաներինը։ Եթե հрьяաների մոտ ստացվեց, իրանք նույնիսկ հաջորդը ասեմ, հիմա բոլորիդ մտքով այդ անցավ, նրանք միասնական են, մենք չէ։ Ես դες ասեմ, շատերը շփվել եք, իրանք էլ այդպես միասնական չեն։ Նույնիսկ իրանք ասում են, որ մենք ավելի միասնական ենք։ Բայց իրանց մոտ ժամանակին ստեղծեցին մի վեր կուսակցական ազգային գաղափարախոսություն, իդեոլոգիա ձևավորեցին, որը իրանց բերեց հաջողություն։ Մենք ունենք մի շարք առավելություններ, իրանք երկիր չունեին, պետություն չունեին, մենք ունենք։ Իրանք շրջապատված էին ավելի մեծ թվով իրանց հակառակորդների, մերը մասամբ ավելի քիչ է մերը։ Մենք ունենք պետություն, որը կարա մեր համար օգտակար լինի։ Խոսքը վերաբերվում է հрьяաների սիոնիզմի մասին, դրա մասին եմ խոսում։ Իրանք կարողացան դա ձևավորել եւ բոլոր քաղաքական ուժերը ըստ էության ծառայում են երկրի գաղափարախոսությանը, մենք դա չունենք։ Մենք այսօր բոլորս ամեն մեկս մեր համար մեզ թվում է մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք, բայց փորձը ցույց է տալի, որ չի կարա տենց լինի։ Ժամանակին եթե տենց մի հատ մարմին ստեղծված լիներ, ասենք մի 20 տարի առաջ ստեղծված լիներ, մենք կարող է եւ այսօրին չլինեինք, որովհետեւ այդ կարմիր գծերը մեր համար կլինեին ու այսօրվա իշխանության պես մեկը կամ ամբողջ իշխանությունը չէր հայտնվի ուղղակի իշխանության մեջ, իշխանության գլխին։ Հիմա մենք այսօր այս վիճակում ենք։ Այսօր պետք է կարծում եմ այդպիսի մի մարմին ստեղծվի եւ այդ ուղղությամբ աշխատենք։ Բարեբախտաբար մեր հայրենակիցներից մարդիկ կան, որոնք ապրում են հայրենիքից դուրս, բայց հայրենիքի, այսպես ասենք, դարդու ցավով մտահոգ են եւ իրանք առաջարկել են մի գաղափար եւ բավականին հաջող գնում առաջ։ Շատ զարմանալի է, բայց որտեղ որ այդ գաղափարի մասին խոսում եք, բոլորը կողմնակից են դրան։ Գիտեք ինչի է այդպես լինում, որովհետեւ կուսակցական չի ինքը վեր ազգային է։ Այսինքն բոլոր կուսակցությունները կարան մտնեն դրա մեջ, դրա տակ եւ աշխատեն այդ գաղափարը հաջողության բերելու ամեն կուսակցություն իհարկե իր ծրագրերը բերելով ներդնելով ես կասկած չունեմ որ օրինակ սահմանադրության առումով այն ինչ որ արել է պարոն Հայրիկյանը նոր սահմանադրություն ընդունելու կամ սահմանադրության մեջ փոփոխություններ անելու դա իդեալական սահմանադրություն է որը իրավական առումով մեր համար շատ կարևոր է լինելու բայց մնացած գաղափարական, բարոյական մյուս հարցերն էլ ուրիշ ձևերի պիտի լուծում ստանան։ Իսկ դա կարող լինի մենակ մի մարմնի դեպքում։ Իսկ այդ մարմինը հենց որ ստեղծվի, մենք այդ հարցերին կտանք լուծումներ։ Շատ արագ կտանք լուծումներ, ու դա կծառայի մեր ազգին, մեր պետությանը։
Այսինքն մենք ամեն ինչ պիտի դնենք իր տեղը։ Հիմա ումից ենք ինչ ուզում։ Այսօրվա իշխանավորները սրանք մարդիկ են, որ անգամ փոքրիկ հիմնարկներ չեն ղեկավար եւ ղեկավարելու ձևն անգամ չգիտեն։ Սրանք իրանց թվում է, որ իշխանություն ընկել է իրանց ձեռքը, իրանք ինչ ուզեն պետք է անեն։ Եվ Հայաստանը կամաց վերածվում է ավելի շատ Նիկոլստանի եւ դառնում է մի պետություն, որը ծառայում է Նիկոլին, ազգնի ծառայում է Նիկոլին։ Այս խնդիրը մենք պետք է լուծենք։ Եթե մենք դա չանենք, մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու։ Բայց հիմա հարց է առաջանում, չէ՞, մարդկանց մոտ ո՞նց ենք այդ խնդիրը լուծելու։ Հիմա տեսեք, մենք հավաքվել ենք ստեղ, որ այս խնդիրը լուծելու համար միջոցներ ձեռնարկենք եւ ստեղծենք այդ մարմինները, որպեսզի կարողանանք այդ աշխատանքները առաջ տանենք։ Խոսքը վերաբերվում է նրան, որ պետք է ձևավորվի այդ մարմինը, իսկ այդ մարմինը ձևավորելու համար մենք կոնկրետ մեր կուսակցությունը ընդունելով այն գաղափարախոսությունը, որ մեր հայրենակիցը Գերմանը Լալայան ձևակերպել է, տվել է, քիչ հետո իր ուղերձը կընթերցվի Մոսկվայից, ցավոք սրտի ինքը պետք է ներկա լիներ, ուղղակի չստացվեց, որ գա առողջական խնդիրների հետ կապված, բայց ուղերձը եղել, որը շատ կարևոր է։ Խոսքը վերաբերվում է Լարմաս ծրագրին, ինքը կոչվում է Լարմաս, Արմաս, այսինքն դեպի Մասիս, դեպի Արարատ, դեպի Մասիս, Լեն Լալայան։ Այդ պայմանական այսպես է կոչվում գաղափարը, շատ հետաքրքիր գաղափար է ու մանրամասը կծանոթացնենք, երբ որ առանցին հանդիպումներ կունենանք, իսկ այդ դրա մասին ես հիմա կխոսեմ։ Այսինքն համագումարի հաջորդ օրը իսկ Համերաշխություն կուսակցությունը ձևավորելու է մի մարմին, մի խումբ, որով այցելելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական կուսակցություններին, նախապես պայմանավորվելով այցելելու ենք ու շատ ավելի մանրամասը դա բացելու ենք։ Հիմա կուսակցություններ կան, որոնք գտնում են, որ իրանք ավելի լավ են պատկերացնում, թե ոնց պետք է փոխեն, եւ իրանք հարկ չեն համարում այս թեմաներով խոսել, բայց երբ որ հետները խորանում ես ինչ-որ թեմայի շուրջ, պարզվում է, որ այնքան էլ լավ չեն պատկերացնում մեր գործընկերները։ Այսինքն այն նախկին մեթոդներով այլևս հիմա հնարավոր չի աշխատել։ Տեսեք հիմա ինչ կապի միջոցներ կան, որ առանց հատուկ հավաք կազմակերպելու հազարավոր մարդկանց հետ շփվում ես եւ մարդիկ տեղյակ են ինչի մասին ես խոսում եւ կապը կա հետադարձ։ Առաջ չկար այդպես բան, բայց հիմա կա։ Այդ մարդիկ մտածում են, որ նախկինի պես հնարավոր է իշխանապողություն ապահովել, անել իշխանապողություն եւ իրանց գերխնդիրը գիտեք որն է։ Մտածում են սենց, որ պետքա ժողովրդին հանել փողոց։ Հանեցինք ժողովրդին։ Եկավ 10,000 կամ 20,000 կամ 50,000, 100,000, ինչն է փոխվելու, եթե հետո այլ գործողություններ չեն լինելու։ Այդ գործողությունները երկու նպատակ կա, կամ այդ հազարավոր մարդիկ, երբ որ դուրս են գալի փողոց, պետք է անցնեն կոնկրետ գործողության, այսինքն ջարդեն, փշրեն, ավիրեն եւ այլն, որին մենք դեմ ենք, կամ ուղղակի ինֆորմացիա ստանալու ու գնան տուն։ Բայց հիմա այդ միջոցները տեխնիկայի դարա, գիտեք, բոլորը թերախոսները կա, ամեն ինչ կա, մարդիկ այդ ամեն ինչը գիտեն, նույնիսկ ավելին գիտեն, քան են քաղաքական գործիչները, որ իրենց հրապարակում ասում են։ Այսինքն պետք է կոնկրետ գործողությունները անեն քաղաքական ուժերը, հետո կանչեն ժողովրդին, եւ ժողովուրդը գա ուղղակի այդ պահը ֆիքսի ու տա իր, այսպես ասած, աջակցությունը, որ այս գործողությունը արվում է։ Բայց հիմա այդ մարդիկ ուրիշ ձև են մտածում, մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ բոլոր քաղաքական ուժերի մոտ գնալու ենք, ներկայացնելու ենք, ովքեր ցանկություն կունենան հանդիպելու մեր հետ, կհանդիպենք, խոսեն, եւ այդ ամեն ինչի մասին մենք եթերներով կներկայացնենք եւ Արարի եթերում կներկայացնենք եւ այն ալիքները մենք նախապես կասենք, որ կուսակցություն են գնում, ընդամենը 10 րոպե է տևելու մտնել, ներկայացնել եւ ստանալ պատասխանը։ Ես չեմ կարծում, որ մեր երկրի ճակատագրով
անհանգստացած քաղաքական ուժերը դեմ լինեն միասնությանը։ Երբ որ կհավաքեն ամբողջ այդ բանով կանցնենք, բոլորի հետ կճշտենք իրանց մոտեցումները, մենք օր կնշանակենք, այդ օրը միասին քննարկելով ովքեր համաձայն են։ Այդ օրը բոլորս կհավաքվենք ու եթերով կստորագրենք մի փաստաթուղթ, կձևավորենք մի մարմին, որը կսկսի ընդունել որոշումներ եւ ի կատարածել այդ որոշումները։ Մի քիչ բան եմ ասում, փակ եմ ասում, բայց շատ ավելի կարևոր հետաքրքիր բաներ կա, այդ հետո կբացենք։ Չզարմանաք նաեւ գնալու ենք նաեւ ՔՊ-ի գրասենյակ։ Գնալու ենք ՔՊ-ի գրասենյակ ու առաջարկենք իրանց, թող իրանք ասեն չենք ընդունում կամ սենց ենք պատկերացնում կամ այնց եւ այլն։ Քանի որ մենք համերաշխություն ենք, համերաշխաբար մոտենում ենք այս խնդիրներին, դրանից հետո կձևակերպենք մեր պատկերացումները արդեն, ովքեր են մեր թշնամիները, ովքեր են մեր բարեկամները ու կհասկանանք ինչ ենք անում մենք։ Այլ տարբերակ չունենք, եթե իհարկե տեղի չունենան այլ անսպասելի երևույթներ, այսպես ասենք էլի, եթե կլինեն մենք իրավիճակը կփոխենք։ Սա համառոտ այն ինչ որ ես ուզում եի ասեի, եթե կլինեն հարցեր, խնդրեմ, հեսա մի վարքյան, եթե հարցեր կան, տվեք, ես պատասխանեմ ավելի հետաքրքիր կլինի։ Իհարկե։ Ներկայանում Սարգիս Սևոկյան, այդ հարցը հետևյալն է, Հայկ, կներես Սարգիս ջան, Հայկ ջան, մի հատ բանը տուր էլի, միկրոֆոնը տուր, հա։ փորձը բարձր, ուսամ ավելի։ Ավելի ես հարմար է էլի։ Ներկայանում ես։ Չի միանում։ Ներկայանում Սարգիս Սևոկյան, հարցը հետևյալն է, ձևավորվենք մարմին, ասած մարմին ձևավորվենք, բայց ես կարծում եմ մարմին ձևավորվելու համար նախ եւ առաջ պետք է գլուխը լինի։ Առանց գլխի մարմինը չի լինում։ Ասարեք մի բան, օրինակ անբերեն թե լուսանկարիչը երբ որ նկարում է ֆոտոը, առաջինը սկսում է նկարում է գլխից, հետո շարունակում է մարմնի մասերը։ Իմ կարծիքս, իմ սուբյեկտիվ կարծիքս երևի պետք է սկզբից լինի գլուխը, հետո նոր գլխի կողքը արդեն մարմինը ձևավորվի։ Այդ գլուխը արդեն առաջնորդի մարմնի մասերը։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Անհնար, առանց գլխի անհնար։ Այս բանը շնորհակալություն։ Հա, հարցը հասկացա հարցը։ Հարցը վերաբերվում է նրան, նայեք, հարցը վերաբերվում է նրան, որ սկզբից լիդերը լինի, հետո լիդերի շուրջը հավաքվեն մարդիկ։ Բայց այդպես եղել է միշտ, այդպես փորձել ենք եւ չի ստացվում։ Հիմա այս անգամ եկեք մյուս տարբերակով գնանք, հավաքվեն բոլորը, նոր հետո կորոշենք արդեն ով է լիդերը, բայց խնդիրը որովհետև նայեք, հենց որ լիդերի անուն ենք տալիս, անմիջապես այն մի թևը ասում է ես նրա այդ գործ չունեմ, ես նրա այդ գործ չունեմ, ես նրա այդ գործ չունեմ, ու էլի սկսում է պառակտվել, որ մենք գնում ենք ելնում ենք այն տեսակետից, որ ընդհանրապես պառակտում չլինի հասարակության մեջ, ինչքան հնարավոր է միացնել հասարակությանը, որ բոլորը մտածեն, ասեն, դե իմ չսիրած մարդը այնտեղ է, բայց իմ սիրած մարդն էլ այնտեղ, այն մյուսն էլ այնտեղ են, բոլորը միտեղ են, եկեք ուրեմն բոլորս այս մի մարմնին օգնենք, որ սա հաջողության հասնի։ Կոպիտ մի քիչ որ ասեմ, շատ կներեք կոպիտ եմ մի քիչ ասում, բայց բանա, եկեք էլի կոպիտ է նորից ներողություն եմ խնդրում, բայց պետք է զրոները շարել, առաջի հայացքից թվում է զրոները թիվ չեն, բայց հենց որ դեմը մի հատ թիվ ես դնում, դառնում ահռելի թիվ, բայց երբ որ մի հատ թիվ ես դնում, այդ զրոները չկան, ինքը շատ փոքր թիվ է անում, դրա համար ճիշտ կլինի, որ այս անգամ հակառակ կողմից գնանք, նույնիսկ գիտեք ինչ եմ կարծում, որ այս անգամ պետք չի մեծերի մոտ գնալ սկզբից, պետք է փոքրերից սկսել, փոքր քաղաքական ուժերից, քաղաքական առումով եմ ասում, նես չի որ ոչ ոք չգիտի ով է մեծ, ով է փոքր, այդ ընտրության ժամանակ երևա, փոքրները, որովհետև փոքրների ամբիցիաները քիչ են, մեծերին ահավոր են,
սարսափելի ամբիցիաներ ունեն։ Մեր քաղաքական դաշտը շատ ամբիցիոզ է։ Լավ իմաստով ամբիցիաները լավ բան են, բայց վատ իմաստով, որ իրանց թվում է, որ իրանք են մենակ ամենակարողը, մենակ վերջի ճշմարտությունը իրանք գիտեն, բայց իրանք էլ ժողովուրդը չի ընդունում։ Շնորհակալություն ու արձագանքին հետևյալը։ Եթե չեք կարծում, իսկ եթե մարմինը ձևավորվի, նույն ձևով ժողովուրդը մարմնի մեջ գտնելու է այնպիսի մարդկանց, որ ասացի պես դրա կողքին տեսնելով, ասեկա ես չեմ ուզում։ Ու այսօր պատմությունը ոնց երբ նայում եք պատմությունը, տեսնում եք, որ անհատներն են փոխվել ինչ-որ մի բան։ Ես համաձայն եմ, որ անհատներն են փոխում ինչ-որ բաներ, բայց տեսեք, որ այս փուլում քաղաքական մասում մերոնք անհատներին չեն սիրում։ Հատկապես այս շրջանում շատ դժվարին շրջան եք եկանում։ Դե ինչ ասեմ, բայց այդ անհատները, որոնք կան, որոնք կարան ինչ-որ բան փոխեն, մեր ժողովուրդը չի սիրում այդ անհատներին, որովհետև գլուխները լցրել են, որ այդ անհատները վատն են, ինչ ասես ասում են այդ անհատներին, բայց այն մյուսին, որ ասում ես ով է, ինքը չգիտի ով է։ Այս մեկին էլ ինքը չի սիրում։ Դրա համար ստացվում է, որ տեղից գործը չի շարժվում, բայց որ հավաքվեն բոլորը միասին, սիրեն, չսիրեն, այդ մարմնի որոշումները պետք է ընդունեն իրանք։ Օրինակ, այդ մարմինը ընդունեց որոշում, այդ դրա կողմնակից պետք է լինեն իրանք, այս միջանկյալ փուլը, մինչև կգա ընտրությունները, այսինքն այս ամեն ինչից ազատվենք, սրանից դուրս գանք, հետո կգա ընտրությունները, ով ուզում է թող գնա ընտրի։ Այնպես չի, որ ես ասում եմ, որ քաղաքական դաշտում ես բոլորին ընդունում հարգում եմ, այդպես չի։ Բայց ես ստիպված մտածում եմ, որ սա տարբերակ է, որ պետք է գնալ, նստել, խոսել։ Տեսեք, մենք կանչեցինք, իրանք չեկան, բոլորին ուղարկել ենք հրավերներ, տես ներկա են ստեղ են ուժերը, ովքեր ներկա են, գիտեք, բայց լիքը մարդ, բոլորին, այսինքն բոլոր քաղաքական ուժերին, առանց բացառությամբ, այդ թվում նաև ԿՊ-ին, կանչել ենք բոլորին, որովհետև երբ որ մեկին դուրս ես դնում, ստացվում է դու ինչ-որ էլի պառակտում ես ինչ-որ բան, բայց մենք ուղարկել ենք բոլոր, իրանք չեն եկել, մենք անում ենք երկրորդ քայլը, գնում ենք բոլորի դռները, ոչինչ, մեր համար այտենց ամոթ չի, որ գնանք իրանց դռները, իրանց հետ խոսանք, փորձենք հասկանանք ինչ են ասում։ Կարող է իրանք այնպես խելոք բան են ասում, որ ստացվում է, որ մենք ընդհանրապես գործ ունենք։ Իսկ եթե չէ, մենք իրանց խնդրում ենք, ասում ենք, ասեք ինչի չեք ուզում էս ըլնի, էլի, ուզում եք երկիրը կործանվի, թե ոնց, ինչ եք ուզում։ Հավաքվենք միասին այդ անենք։ Առաջ ինձ թվում էր, որ ազգային ժողովում գտնվող քաղաքական մարդիկ շատ ավելի պատրաստված են, քան մենք, ու իրանք գիտեն իրանք ինչ են անում, բայց հետո տարիների ընթացքում մենք հասկացանք, որ այդպես չի։ Իրանք լիքը բան չգիտեն, բայց ուզում են ամեն ինչ ասեն, որ այդ մենք ենք անում։ Եկեք այս անգամ ժողովրդի հետ խոսանք, քաղաքական ուժերի հետ խոսանք, հետո գնանք ժողովրդի հետ խոսանք։ Մենք այդքան միամիտ չենք, որ ինչ որ ասում ենք, հիմա այտենց հանգիստ գնալու է։ Ասենք գնացինք կուսակցությունների հետ խոսացինք, 10 կուսակցության հետ հանդիպեցինք, 5-ը համաձայնվեց, 5-ը չհամաձայնվեց, բայց մենք ունենք պլան B, այսպես ասած, որը այս պահին թող մնա, բայց մենք դրանից դուրս գալու ճանապարհներ ունենք։ Ես կարծում եմ, որ քաղաքական կուսակցությունը այն ժամանակա կուսակցություն, երբ որ ունի հարցերի լուծումը, նիկոլ քրֆելով մենք այլևս առաջ չենք գնա։ Այն ինչ որ ասել ենք, էլ ասելու բան կա այդ մարդուն, որ ասենք։ Ամբողջ ազգով ասել են, ինչ պետք է ասել են։ Գործողություն է պետք անել, ուղղությունը պետք է բռնել ու գնալ։ Քայլեր է պետք անել։ Հիմա մենք ուզում ենք այդ քայլերը անենք։ Մենք պատրաստ ենք, մեզ հնարավոր չի այդ ճանապարհից փոխել այս կողմ մենք։ Շնորհակալություն։ Եթե հարցեր, խնդրեմ։ Բարոյական, իհարկե շատ դիտարկել առաջարկություն եք անում, եւ դա կարելի է անպայման քննարկել, բայց ես ուզում եմ մի հարց տալ, ցանկացած կազմակերպության, պետության, կառույցի, շարժման, կուսակցության չունեն հաջողությունները անշուշտ նաեւ պայմանավորված են նրա կառուցվածքերով օպտիմալ, նրա գործունեության ակնհայտությունը։ Ինչպիսի կառուցված է օպտիմալ նախատեսում այդ մարմնի համար։ Եվ երկրորդ հարցը, գիտեք, այսօր, եթե անկեղծ լինենք, գաղտնիք չէ, որ
կուսակցությունները առանձնապես լուրջ չերակություն չունեն, ու որպես այդպեսի հետից դյուրները չէ ասի վարկադեկված են, բայց ինչ-որ տեղ իրակազրկված են վստահություն հանրային այդքան չունեն, և կան հասարակական կազմակերպություններ, անհատներ, ինչպես դուք մի քիչ առաջ նշեցիք, կան անհատներ, որ կուսակցության գործ են անում, ու ինչպես եք նախատեսում նրանց նույնպես ներգրավելը այդ շարժման մեջ, այդ կառույցում, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, շատ հետաքրքիր հարց է, սկսենք վերջից։ Նախատեսում ենք սենց, որ եթե մարդիկ ցանկություն ունեն, ի վիճակի են ինչ-որ բաներ անելու, փոխելու, այդքան շատ չեն այդ անհատները, ասեմ ձեզ։ Բայց եթե կան անհատներ, կարան մասնակցեն այդ մարմնին, աշխատանքներին, իսկ ինչ վերաբերվում է կառուցվածքին, կառուցվածքը ասեմ սենց այսպես, որ այն քաղաքական կուսակցությունները, որոնք կհամաձայնվեն ձևավորել այդ մարմինը, մեկ ձայնի իրավունքով կապ չունի նախկինում նախագահ ՍՀ հանրապետության կամ ինչես ուրիշ մարդ, այսինքն մի ձայնի իրավունքով ամեն քաղաքական կուսակցություն ունենալու է մի ձայնի իրավունք ռոտացիոն կարգով, նիստերը վարվելու են ռոտացիոն կարգով, ամեն նիստ վարելու է մի կուսակցություն եւ ինչա տալու կառուցվածքային առումով մի օրվա մեջ 24 ժամվա մեջ կընդունվի որոշում, որ բոլոր այն ուժերը, որոնք հիմա այստեղ ներկա են, ընդունում են որոշում եւ հանձնարարում են իրենց բոլոր ստորաբաժանումներում, տեղերում ձևավորեն այդ նույն մինի կառույցները։ Մեկը կունենա, մեկը չի ունենա, ով որ կունենա, կձևավորվեն դրանք։ Այդ թվում նաեւ Սփյուռքում բոլոր աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կան կուսակցությունները, ունեն իրենց մասնաճյուղերը, 24 ժամ հետո մենք կունենանք աշխարհով մեկ սփռված մի հատ կառույց։ Որոշումները կընդունվեն ստեղ, կիրականացվեն ամբողջ աշխարհում։ Սրանով մենք նաև կշիռը կբարձրացնենք այդ մարմնի եւ այն որ խոսում ենք, որ լոբիստական աշխատանքը չի արվում, բան եւ այլ, նույն պատճառով չի արվում, ինչ որ Հայաստանում հիմա չի արվում։ Այն որ իրար ատում են քաղաքական ուժերը, գիտեք ինչ են ատում, նաեւ իրար չճանաչելով։ Ես ձեզ ասեմ շատ པարզ բան։ Ուղղակի մի օրինակ բերեմ, փոքր օրինակ է, Եվպատորիա քաղաքում այնտեղ մի 3 ամիս ապրել եմ այդ քաղաքում, հայերի հետ շփվելով, ուրեմն այնտեղ կար մի հայ, որը 3-4 շուկա կար քաղաքում, 3-ի տերը ինքն էր։ Եվ բոլոր հայերը ում հետ որ խոսում էի, ասում է սրիկա մարդ է, շատ վատնակ, եղտոտ մարդ է, բան եւ այլ եւ այլ։ Ասում է, «Էս վատ մարդ է, այս մարդը»։ Բայց երբ որ մի օր Կիրակի օր էր, Եվպատորիայում կա հայկական եկեղեցի, եթե եղել եք, գիտեք եկեղեցին, ասեցի գնանք եկեղեցի, ասին գնում ես ինչ անես, դա փակ է բան, այնտեղի ապրողներն են ասում, գիտեք հայերը։ Հետո երբ որ ասեցի, եթե չեք գալի, ես գնում եմ մենակ, իրանք ինձ տարան այդ բանը եկեղեցին, գնացինք դռները բաց, լավ սարքած, ամեն ինչը վարդերի մեջ կորած ամբողջ եկեղեցին, ամեն ինչ լավ, այնտեղ բան ճաշարան, նաև այն առնապահով խավերի համար բան եւ այլ շատ լավ սարքած, ու մի մարդ ծաղիկներն էր ջերում։ Երբ որ քահանային հարցրեցի ով է ինքը, ասաց այս ամեն ինչի ֆինանսավորողը։ Ասեցի ով է, ասաց այդ շուկաների տերը։ Ասեն շուրը կա, հետևս 4-5 հոգի մեր տղաներից կանգնած էին, սա գլուխները սենց կախել են։ Ասում եմ, բա ասում եք վատ մարդ է ինքը։ Փաստորեն ձեր անձնական հարաբերությունը դուք դարձնում եք քաղաքականություն, տարածում եք ամբողջ հայության մեջ, ով էլ ինֆորմացիա չունի այդ լսում է, ու ասում է ինքը, բայց իրականում ինքը մի մարդ էր, որ հայության անունը պատիվը բարձր էր պահում ու ֆինանսավորում էր այդ ամեն ինչը։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ։ Մենք իրար չենք ճանաչում։ Քաղաքական գործիչները, նամանավանդ կուսակցապետերը, շատ քիչ են իրար հետ շփվում։ Բայց կողքից այնքան մարդ կա, որ այնքան վատ բաներ ասում սրա նրա մասին։ Ու մարդիկ այդ, չգիտեմ, այդ ինֆորմացիան ընդունում են ու այդպեսին է դառնում։ Բայց եկեք ավելի մոտիկ լինենք, մի հատ մենք գնանք խոսենք։ Կապ չունի իմ մասին ինչ ես ասել։ Ես եկել եմ այսօր ազգի համար խոսալու ինչ-որ բան ասելու։ Ես շատ փոքր մարդ եմ, որ ես լուծեմ ազգի հարցը, բայց ես կարամ նպաստեմ, որ մի հարց լուծվի։
ու ասենք մեր լիքը ընկերներ, մեր կողմնակիցներ, տեսեք, մենք ուրիշ քաղաքականությամբ ենք շարժվել, ուրիշ ձևով ենք փորձել մեր կառույցները ստեղծել ու սարքել ու ավելի ազատ ձևով ենք արել, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրար հետ շփվելու։ Ոչ մի կուսակցության մասին ես վատ բան չեմ ուզում խոսեմ, որովհետև ինչքան էլ որ իմ մեջ դա նստած լինի, բայց ես փորձում եմ հարգալից վերաբերմունք ցուցաբերեմ բոլորի հանդեպ, որովհետև բոլորն էլ ինչ-որ հետևորդներ ունեն։ Հնարավոր չի, որ կուսակցություն լինես ու ինչ-որ հետևորդների մի հատ խումբ չունենաս քո հետևից։ Հիմա եկեք այս բոլորը կպցնենք իրար, էլի, ու ծառայեցնենք մեր ազգին։ Եթե կստացվի, ուրեմն մենք, ես կարծում եմ, որ կստացվի առանց եթեի։ Պետք է գնալ այս ուղղությամբ, հասկանում եմ, որ կատարյալ չի, լիքը սխալներ կլինեն, բայց մենք բոլորս իրար հետ որ լինենք, իրար կօգնենք, կուղենք այդ ամեն ինչը։ Մյուս տարբերակը 100%-անոց կատաստրոֆա է, որ իրար նկատվում է, որովհետև դեռևս աշխարհում չի եղել մի դեպք, որտեղ ատելությունը լավ բանի բերի, չկա տենց բան։ Այդ կարող է դժոխքում է, մեր մոտ չկա, ատելությունը միշտ վատ բանի է բերելու, և հակառակը, եթե կա համերաշխություն, իրար հանդեպ հարգանքի վերաբերու սեր և համերաշխություն ամեն տեղ, եկեք մի քիչ իրար նաև սիրենք, որպես հայ մարդ, որպես քրիստոնյա մարդ, էլի, այդ էր իմ ասածը, որ Եթե հարցեր չկան, խնդրենք մեր Մարիամին թող նաև ուղերձը կարդա ու ավարտենք։ Բարև ձեզ հարգելի ներկաներ։ Հարգելի հայրենակիցներ, Հայաստանում մեր կողմից ստեղծված ու գործող քաղաքական դաշինքը նպատակ ունի կյանքի կոչել մեր ժամանակների բանիմաց ու արժանավոր մարդկանց Գերման Գրիգորի Լալայանի եւ Սերգեյ Նիկոլայի Արիամովի մեծ ու անչափ սպասված գաղափարներն ու քաղաքական ծրագիրը, որը կոչվում է Լարմաս։ Քաղաքակրթության գոյություն ունեցող մոդելը վաղուց արդեն հնացել է եւ մտել է փակուղի։ Անհնար է կառուցել նոր աշխարհ օգտագործելով հին մոտեցումներն ու մեթոդները։ Կյանքի իմաստն այլևս չի կարող հիմնված լինել բացառապես նյութական բարեկեցության վրա, ինչպես եւ իշխանության իմաստն այլևս չի կարող հիմնված լինել բացառապես սոցիալական աշխատանքի եւ բնական ռեսուրսների արդյունքները յուրացնելու իրավունքի վրա։ Բացարձակապես անիմաստ է վերաձևավորել քաղաքակրթությունը, չփոխելով դրա մոդելն ու էությունը։ Ժամանակակից աշխարհի բևեռայնությունը բաժանված է երկու մասի՝ անհամեմատ հարուստների եւ անչափ աղքատների։ Եվ այս բևեռացման գործընթացը սահմաններ չունի։ Աղքատները շարունակում են աղքատ մնալ եւ էլ ավելի աղքատանալ, անկախ նրանից, թե որ երկրում են ապրում։ Իսկ հարուստները շարունակում են հարստանալ։ Եվ այս երկու բևեռներում ինքնին կյանքը եւ գործող օրենքները էականորեն տարբերվում են, որովհետեւ ամեն ինչ վերածվել է ապրանքի։ Նույնիսկ այն, ինչը չի կարող ապրանք լինել։ Օրինակ պապենական հողեր, բարոյականություն, օրենքներ, գործադիր եւ դատական իշխանությունների որոշումներ։ Մենք կառուցում ենք մեր բևեռը, կառուցում ենք նոր ֆորմատի երկիր, որտեղ մարդը կգնահատվի ոչ թե իր անձնական հարստության, այլ աշխատանքի, բարձր բարոյականության, խելքի ու տաղանդի համար։ Երկիր, որտեղ երեխաների ճիշտ դաստիարակությունն ու կրթությունը, ճիշտ կազմակերպված տնտեսությունը, պետական իշխանության ճիշտ կառուցվածքը ճանապարհ կբացեն դեպի անսահման առաջընթաց, տեխնոլոգիական աշխարհ, որտեղ ճիշտ է կազմակերպված առողջապահությունը եւ բարձր թարթակում է դրված ազգի միասնության գաղափարը։ Գիտելիքը, աշխատանքը եւ հոգեվորը գա։ Մեր ապագա երկրի հիմնաքարերն են։ Մեր նպատակը Լարմասն է։ Մեր դաշինքի դռները բաց են բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների ու կազմակերպությունների առաջ, որը նպատակ է հետապնդում համախմբելու յուրաքանչյուր հայի, ով մտածում է իր ընտանիքի եւ իր երկրի ճակատագրի մասին։ Շնորհակալություն։ Մենք ըստ մեր օրակարգի այս պայքարությամբ մի փոքր ընդմիջում ունենք, ովքեր որ գործեր ունեն, ազատ են, կարող են գնալ, իսկ ովքեր որ ուզում են մասնակցեն կազմակերպական կանոնադրական աշխատանքներին, կարող են միտքադրնալու մենալու շատ աճելի։ Եկեք միակ բան անենք, Այս կերպով շնորհենք ու շարունակենք աշխատանքը։
Պարոն Ավետիսյան, սկսենք, հա։ Պարոն Ավետիսյան, քաղաքական բոլոր գործընթացները 2026-ին ձեր կուսակցությունը չի անելու եւ դուք կողմեք իշխանապողության փողոցային տարբերակով, թե ընտրությունների։ Գիտեք, մենք կողմ ենք ընտրություններին, բնականաբար մասնակցելու ենք այդ ընտրություններին, քաղաքական կուսակցությունները հենց դրա համար են, որ ընտրություններով մասնակցեն եւ այսպես ասենք փորձեն ժողովրդի դրական կամ բացասական վերաբերմունքը ստանալ։ Մենք պատրաստ ենք նաեւ այլ տեսակի պայքարների, բայց ինչպես տեսակ մենք առաջարկեցինք մի տարբերակ, որը ամենաանցնցումն է լինելու եւ եթե գան այն տարբերակին, ինչ որ մենք առաջարկում ենք, դա մեր համար եւ մեր ժողովրդի համար կլինի շատ դրական եւ ցանկալի։ Հետեւաբար որպես քաղաքական կուսակցություն մենք պատրաստ ենք մասնակցելու ցանկացած տիպի քաղաքական process-ների։ Դուք խոսեցիք գործողություններից եւ ասեցիք, որ ձեր գործողությունները այլ են։ Որոնք են ձեր գործողությունները, մի քիչ փակագծերը կբացեք եւ նաեւ խոսեցիք պլան B-ի մասին։ Եթե հնարավոր է սրա մասին էլ խոսենք։ Գիտեք, ես պլան B-ն այս պահին չեմ ուզում բացել, բայց դե պլան A-ի մասին խոսում ենք եւ խոսքը նրան է վերաբերվում, որ հաջորդ օրը համագումարից հաջորդ օրը մենք ձևավորելու ենք մի պատվիրակություն, որը այցելելու է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քաղաքական կուսակցությունների գրասենյակ։ Այդ թվում նաև հրավիրելու ենք լրատվամիջոցներին եւ բոլորը տեղյակ են լինելու մեր առաջարկությանը, որ կուսակցությունը ինչպեսի պատասխան տվեց։ Այսինքն ձեր բոլոր քննարկումները եւ հանդիպումները բաց են լինելու։ Հանդիպումները լինելու են փակ, բայց դուրս են գալու եւ այդ մասին տեղեկություն տալու ենք։ Իսկ ձեր պատվիրակությունը քանի հոգուց է բաղկացած եւ արդեն գիտեք ով է ղեկավարելու այն։ Պատվիրակությունը լինելու է 3-ից 5 հոգի։ Ղեկավարը դուք։ Դե բնականաբար մենք այս պահին մենք ենք կոորդինացնում մեր քաղաքական ուժնա, եթե այլ ուժեր կմիանան, հետո արդեն կորոշենք։